Ողջույն հարգելի ռադիոլսողներ, ասպարեզ հանրային ռադիոյի երկխոսության լսարանի հյուրն է Լենա Նազարյանը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնից։ Բարևձեզ, շնորհակալություն այս զրույցին մասնակցելու համար։ Առհասարակ ինչ են քաղաքացիական նախաձեռնությունները եւ ինչու են ծնվում քաղաքացիական նախաձեռնությունները։ 2000 թվականների ընթացքում քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար պայքարում էին հասարակական կազմակերպությունները, որոնք ինստիտուցիոնալ կառույցներ են։ 2000 թվականից դաշտում հայտնվեց նոր երևույթ քաղաքացիական խմբեր, որոնք գրանցված կառույց չեն ներկայացնում, չունեն ղեկավարող խումբ կամ խորհուրդ կամ կազմ, զրոյական ֆինանսավորման, որոշումների ընդունման մասնակցային մոդելով խմբեր էին եւ հիմնականում երիտասարդ մարդիկ, ովքեր մտահոգված են ինչ-որ խնդիրներով եւ արդեն իրանք էին նախաձեռնում, կազմակերպում եւ առաջնորդում պայքարը հանուն կամ ինչ-որ բանի դեմ։ Այսինքն անհրաժեշտություն էր դրանով էր պայմանավորված այդ շարժումների ակտիվացումը։ Այո, այս տարիների ընթացքում իմ դիտարկումը ցույց տվեց, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոնց ասեմ, հասարակական կազմակերպությունները իհարկե իրենց ինստիտուցիոնալ կարողություններով եւ հմտություններով շատ են օգնում քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցներին, բայց փորձը նաև ցույց է տալիս, որ քաղաքացիական նախաձեռնությունները ավելի ակտիվ են փողոցում եւ ավելի բազմազան են նրանց ակցիաները, գործիքները, որոնք նրանք օգտագործում են։ Այս իմաստով քաղաքացիական նախաձեռնությունները ի վերջո այդ նախաձեռնություններում ներգրավելը շատ ավելի հեշտ է, որևէ տենց պայմաններ ոչ մեկ չի նրանց համար պահանջում, ազատ են մարդիկ կազմել նախաձեռնություններ, մտահոգված չեն ֆինանսներ հայթայթելու այդ խնդիրներով, որովհետև զրոյական ֆինանսավորման են։ Իսկ ինչքանով են կարևորվում այս քաղաքացիական նախաձեռնությունները հասարակության կողմից խնդիրների լուծման առումով։ Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության արդյունքում պայքարի մասնակիցների հանդեպ ձևավորվեց համակրանք հանրության կողմից եւ հիմա ունենալով բազմաթիվ հաջողություններ, ձեռքբերումներ եւ նվաճումներ քաղաքացիական նախաձեռնությունների խմբերի հանդեպ այդ համակրանքը աճում է։ Իսկ կարող եք նշել հիմնական ձեռքբերումները, որոնք են քաղաքացիական նախաձեռնությունները եւ եթե կան ձախողումներ, որոնք են եղել պատճառները։ Ամեն մի քաղաքացիական նախաձեռնություն իր հիմնախնդիրն է ձևակերպում եւ իր պահանջներն ու նպատակներն է դնում։ Իհարկե որոշները հասնում են իրենց նպատակի իրականացմանը, որոշները չեն կարողանում հասնել նպատակին, բայց այնուամենայնիվ ես չէի ուզի քաղաքացիական նախաձեռնության հաջողությունը գնահատել միայն հասած նպատակով, որովհետև ընդհանուր առմամբ քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը մթնոլորտ ու մշակույթ են փոխում։ Իրենց ձեռքբերումները կոնկրետ ինչ-որ իրավիճակի փոփոխություն որպես այդպիսին գուցե տեսանելի չի, բայց իմ դիտարկումները ցույց են տվել, որ օրինակ փոխվում են փոխհարաբերությունները ոստիկանի, պաշտոնյայի հանդեպ, այսինքն նոր քաղաքացիական մշակույթ է ձևավորվում։ Մասնավորապես, օրինակ հիմա ոստիկանները շատ գիտակցում են, որ չեն կարող կամայական ձերբակալություն իրականացնել, թեպետ այդպիսի դեպքեր լինում են, բայց քաղաքացիական ակտիվիստը կամ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցը մշտապես արդեն տեղյակ է եւ գիտի, որ ոստիկանը պետք է հիմնավորի իր պահանջը, պաշտոնյան պետք է օրենքով բացատրի իր որոշումը, այսինքն չի կարող պարզապես կամայական ինչ-որ որոշում կայացնել։ Այս փոխհարաբերությունների փոփոխության արդյունքում տարածվում է քաղաքացիական մշակույթը ի հակադրություն կլանային մշակույթի, կլանային տիպի հարաբերությունների, որ հիմա գուցե մի քիչ ավելի շատ է, բայց ես հույսով եմ, որ ժամանակի ընթացքում այդ կշիռը կփոխվի։ Առհասարակ քաղաքացիական նախաձեռնությունները պահանջում են զիջել ոչ թե իշխանությունը ամբողջությամբ, այլ զիջման գնալ առանձին վերցված որևէ խնդրի մեջ։ Հնարավորություն տեսնում եք, որ այդ քաղաքացիական շարժումը դառնա համաժողովրդական շարժում եւ վերջո պահանջ դնի իշխանափոխության։
Ճիշտ է, այս խոսակցությունները, քննարկումները շատ արդիական են քաղաքացիական նախաձեռնությունների շրջանում եւ այդ հարցը բաց է իրականում, վերջնական պատասխան չկա։ Քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցների մի հատվածը կարծում է, որ պետք չէ ձգտել իշխանության, քաղաքացիական նախաձեռնության նպատակն է բարձրաձայնել այն հարցը եւ դիմադրություն կազմակերպել այն քաղաքականության դեմ, որը վարում են պաշտոնյաները եւ փաստի առաջ դրել պաշտոնյաներին, որպեսզի փոխեն այդ քաղաքականությունը։ Այսինքն մարդիկ չեն ձգտում լինել իշխանության մեջ եւ ստանձնել իրենց քաղաքականությունը իրականացնելու հանձնառություն։ Մի մասը կարծում է, որ իշխանության համակարգը ի սկզբանե անարդար է եւ կարիք եւ պետք չէ համագործակցել ինչ-որ պահանջներ ներկայացնել իշխանությանը, այլ պետք է պարզապես դիմադրել այդ անարդարությանը, վերացնել անարդարությունը եւ հաստատել արդարություն, այսինքն փորձել քաղաքական կուսակցության միջոցով կամ ինչ-որ ձևերով մասնակցել ընտրություններին կամ այլ ձևերով ձեռք բերել իշխանություն եւ իրականացնել իրենց քաղաքականությունը։ Այդ քննարկումները իսկապես կան եւ որևէ վերջնական մոտեցում այստեղ չի կարող լինել, դա բաց հարցեր են մնում, բայց ո՞րն է հարցը։ Հնարավոր է, որ քաղաքացիական նախաձեռնությունները զիջեն, պահանջեն զիջել իշխանությունը։ Վերաճի համաժողովրդական շարժման եւ ի վերջո այդ հարցը։ Ես կարծում եմ իշխանությունները պատրաստ են ինչ-որ զիջումների գնալ, բայց ինչ-որ սահմանին միշտ կանգնելու են, եթե սպառնում է նրանց իհարկե կանգնելու են, հա։ Եվ այս դեպքում ես կարծում եմ, որ իսկապես քաղաքացիական նախաձեռնությունները գուցե փորձեն ինչ-որ ձևով պահանջ ներկայացնել իշխանապողության թեպետ, որոշ քաղաքացիական նախաձեռնություններ հենց այդպես էլ անում են։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար, մնացեք մեզ հետ։